Ինչ ընդհանուր բան ունեն աստվածաբանությունը, սննդի անվտանգությունը, աշխարհագրությունը, զբոսաշրջությունը եւ մետալուրգիան։ Չգիտեմ ինչ է այդպեսի թախտոտ ձայնով է հարցը տալիս։ Ցավոք, բայց այս մասնագիտությունների դիմորդների թիվը տարեստարի նվազում է։ Այսպես շարունակվելու դեպքում հանրապետությունում այլևս չեն լինի երիտասարդ աշխարհագրագետներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, մի շարք առարկաներ դասավանդող ուսուցիչներ, գյուղատնտեսներ։ Մի խոսքով կլինեն միայն ես քաղաքագետ չեմ, բայց ես պատմության փորձագետ չեմ, բայց ես ռազմագետ չեմ, բայց մասնագիտության տեր մարդիկ։ Հետո կավելանան ես պատմաբան չեմ, բայց ես հնագետ չեմ, բայց մասնագիտությունները, քանի որ խնդիր կա ոչ միայն բնագիտամաթեմատիկական, այլ նաև հումանիտար մի շարք մասնագիտությունների հարցում։ Տարեստարի պակասում են օրինակ պատմության, հնագիտության, հայոց լեզվի եւ գրականության համանախատեսված տեղերը եւ այլ հումանիտար ուղղությունների տեղերի քանակը։ Բակալավրում դիմորդների քիչ քանակը հանգեցնում է մագիստրատուրայում, հետագայում ասպիրանտուրայում դիմորդների քիչ թվաքանակի։ Օրինակ բակալավր ընդունվող ամեն 100 ուսանողից ավարտում է 93-ը, մագիստրատուրա ընդունվում է 32-ը, այն ավարտում 27-ը, իսկ ասպիրանտուրայում կրթությունը շարունակում եւ գիտական աստիճան է ստանում 1 հոգի։ Իհարկե ասպիրանտուրան գիտություն տանող միակ ճանապարհը չէ, բայց այս տվյալները ցույց են տալիս, որ ոչ միայն դիմորդների պակաս ունենք, այլ նաև այդ քիչ դիմորդներից շատերն էլ առանձնապես գիտությամբ զբաղվելու լուրջ մոտիվացիա չունեն։ Այս թեմայի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ ինֆոքոմում հրապարակված հոդվածում, որի հղումը կգտնեք բիոյում։ Հետևեք, հավանեք եւ տարածեք մեր հրապարակումները, իսկ եթե հավանում եք մեր աշխատանքը, աջակցեք մեզ Patreon-ում։ Իսկ ես գնամ գտնեմ այն 100-ից 1 ուսանողին, ով ուզում է գիտնական դառնալ։ Շատ դժվար է լինելու